Անընհոր եւ Որդվո եւ Օգուն Սրբո ամեն։ Փառք, գոհություն եւ շնորհակալություն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ մեզ պարգևեց, ողորմեց, որ այսօր էլ մենք ներկա լինենք իր սուրբ ներկայության առջև։ Օրհնյալ լինի Տիրոջ ներկայությունը ամեն ժամանակ։ Եվ ինչպես գիտեք, 2025 թվականը մոտենում է իր մայրամուտին։ Եվ մենք բոլորս էլ կարծեք պատրաստվում ենք Տիրոջ կամքով եւ նրա ողորմությամբ թևակողել 2026 թվականը, եթե Տերը կամենա։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիցդ, որ շուրջ 1 տարիներ 2025 թվականի հունվար ամսից մինչև ահա այս օրերը այսօր դեկտեմբերի 17-ն է։ Ընդամենը 14 օրեր հետո մենք պիտի դիմավորենք նոր տարին, 2026 թիվը։ Այս 2025 թվականի մեջ ովքեր որ մեզ հետևեցին համացանցով, մոտիկ կամ հեռու, եղբայրներ, քույրեր, բարեկամներ, ծանոթներ, անծանոթներ, հարազատներ, Աստված մեծապես օրհնի բոլորիդ, որպես Հայաստանյա Ծառաքելական եկեղեցասիրած եղբայրակցության սպասավոր եղբայր, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ մեզ հետևեցիք եւ ձեր ներկայությամբ, ձեր խոսքերով քաջալերեցիք մեզ եղբայրակցության բոլոր քարոզիչ եղբայրներին։ Մեծապես օրհնություն վայելենք յուրաքանչյուրս Տիրոջ փառքին համար, որովհետև ինչ գործ որ կատարում ենք, թող լինի Աստծո փառքի համար։ Ինչպես գիտեք, մոտենում ենք, այսպես ասած, ծննդյան տոներին։ Այս ժամանակները Քրիստոսի ծննդյան տոներն է գալիս եւ անշուշտ ինչ է մեր պատգամը, եթե ոչ նորից եւ նորից Քրիստոսի սուրբ ծնունդը, որ մեր յուրաքանչյուրին կյանք պարգևեց, մեր յուրաքանչյուրին փրկություն բերեց։ Ինչպես գիտեք, Աստծո խոսքից Հովհաննես առաքյալը ասում է, որ ոչ թե մենք Աստված սիրեցինք, հապա Աստված նախ ինքը մեզ սիրեց։ Հետո մենք նրան սիրեցինք։ Այնպես որ Աստծո մեծագույն, Աստծո հրաշափառ մեծագույն սերը ինձ եւ քեզ փրկություն պարգևեց։ Ինչպես եղավ։ Ահա շատ գերագույն գեղեցիկ մի համար կա եւ ամբողջ Աստվածաշունչը ոսկեղեն համարներով զարդարված է։ Եվ շատ լավ գիտեք յուրաքանչյուրը ամենագեղեցիկ սիրած համարներիցս մեկն է Հովհաննու ավետարանի 3-րդ գլխի 16-րդ համարը եւ շարունակաբար պիտի կարդամ։ Վասնզի Աստված այնքան սիրեց աշխարհը, միջև իսկ իր միածին որդին ղրկեց, տվեց, որպիսի ով որ Հիսուս Քրիստոսին հավատա, հավիտենական կյանք ունենա եւ չկորցվի։ Եվ շարունակություն ասում է, որ Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպիսի աշխարհ անով դատապարտե, հապա որպիսի Տեր Հիսուս Քրիստոսով փրկվի, որովհետև Հիսուս Քրիստոսի անունը հունարենից թարգմանված նշանակում է փրկիչ։ Նա եկավ իմ եւ քո փրկության համար, որպիսի մեզ փրկի։ Եվ գիտեք, եբրայերենից թարգմանությամբ Յաշուա է կարծեմ, Յաշուա, որը ուղղակի թարգմանվում է Տերը կփրկե, բայց նույնն է, Տերը կփրկե կամ փրկիչ նույնն է։ Տերը եկավ, որպիսի ինձ եւ քեզ փրկություն բերի։ Եկավ, որպիսի մեզի խավարից, մթությունից, մահվան վիճակից դուրս հանի, որովհետև եթե մենք ճանաչում ենք, եթե մենք ընդունում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ, ծնվեց, աշխարհ եկավ իմ եւ քեզի համար, որպիսի մեր մեղքերը իր վրա վերցնի, որպիսի մեզ ազատի ամեն մեղքից եւ տառապանքից, արդեն մենք դատապարտությունից դուրս ենք։ Եվ փառք Աստծո,
որ 2025 տարիներ առաջ պատահած այս դեպքը մինչև այսօր խոսվում է, մինչև այսօր բոլորս շեփորում ենք ուրախությամբ, ասում ենք, որ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզի մեզի բարի լուր մեծ ավետիս, որովհետեւ Քրիստոսի ծնունդն էր, որ ինձ եւ քեզ կյանք պարգևեց, սիրելի քույր եւ եղբայր։ Եվ ինչպես եղավ։ Շարունակաբար պիտի կարդամ նախ Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի 7 համարից պիտի կարդամ։ Իր անդրանիկ որդին ծնավ ու խանձարուրով փաթեց եւ զանիկա մսուրի մեջ պարկեցուց, վասնզի իջևանին մեջ իրեն տեղ չկար։ Գիտեք պատմությունը, չէ, երբ որ եկավ ժամանակները, երբ որ Մարիամ արդեն իր ծննդաբերության ժամանակները հասավ, Բեթլեհեմի բոլոր, այսինքն բնակիչների դռները թակվեցին, տները թակվեցին, բոլոր պանդոկները թակվեցին, իջևանները եւ որևէ միտեղ դուր չբացվեց, ամեն տեղ փակ էր դռները, որովհետեւ պիտի Քրիստոս Հիսուսը ծնվեր եւ ասում է, որ մսուրի մեջ ծնվեց, գոմի մեջ ծնվեց Տեր Հիսուս Քրիստոսը եւ խանձարուրով փաթվեց։ Եվ ահա ասում է, որ այնտեղը հովիվներ կային, դաշտի մեջ կեցած, որոնք իրենց հոտերուն գիշերվան պահպանությունը կնեին։ Ահա Տիրոջը հրեշտակը անոնց վրա իջավ եւ Տիրոջ փառքը անոնց բոլորտիկը ծագեցավ եւ շատ խիստ վախեցան, թե ինչ է այս մեկը։ Բայց հրեշտակը սավ անոնց մի վախնակ, վասնզի ահա ես ձեզի մեծ ուրախության աբետիսմը կուտամ, որ բոլոր ժողովուրդներուն պիտի լնա, ոչ միայն ձեզ, հապա բոլոր համայն աշխարհի մարդկությանը բարի լուր պիտի տամ ձեզի, վասնզի այսօր փրկիչ մը ծնվավ Դավթին քաղաքին մեջ, որ օծյալ Տեր է։ Եվ այս ձեզի նշան մնա, մանուկ մը պիտի գտնեք խանձարուրով փաթված ու մսուրին մեջ պարկած։ Եվ իսկույն այն հրեշտակներին հետ երկնային զորքերու բազմություն մը եղավ, ամբողջ երկինքը երկիր իջավ։ Կարծեք երկինքը դատարկվեցավ, ամբողջովին ամբողջ երկինքը երկիր եկավ, որովհետև օծյալ Տերը երկիր եկավ, մնացած ամբողջ զորքերու Տերն էլ երկիր իջավ։ Եվ ահա հիմա այստեղ գեղեցիկ երգեցողություն է լինում հրեշտակների կողմից։ Ինչ է այս երգեցողությունը։ Երկնքի բարձրությանը մեջ Աստծոն փառք երգում են հրեշտակները։ Երկրի վրա Տերը եկավ, որպեսզի ինչ բերի մարդկանց մեջ, խաղաղություն, հաճություն բերի։ Երկրի վրա խաղաղություն եւ մարդոց սրտերի մեջ հաճություն բերի։ Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մեզի խաղաղություն բերի, որպեսզի մեզի կյանք պարգևի։ Եվ ահա հրեշտակները երկին գնացին եւ հովիվները մտածեցին, այս խոսքը հետաքրքիր էր, զարմանալի էր, գնանք եւ տեսնենք արդյոք այս մեկը ինչ է պատահածը, եւ գնացին, լսեցին խոսքը եւ գնացին դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսօր մենք յուրաքանչյուրս աշխարհի վրա ապրում ենք, լսում ենք ամեն ժամանակ Աստծո խոսքը, բայց գնում ենք դեպի առաստված, փնտրում ենք Տիրոջը, փնտրում ենք նրա ներկայությունը մեր կյանքի մեջ, թե ուղղակի լսում եւ անցնում գնում ենք։ Ահա օրինակ վերցնենք հովիվներից։ Այսօր երկրի վրա քարոզվում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Լսեցեք, բացեք ձեր ականջները, բացեք ձեր աչքերը, որովհետև օրերը եւ ժամանակները շատ չար են։ Ահա եկավ ժամանակներ, որ եւս մեկ անգամ պիտի տոնենք Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Սա հասարակ մի մանուկ չէր, սա հասարակ մի մանուկ, մի մարդ չէր, հապա օծյալ Տեր է, Տեր Հիսուս Քրիստոսը, որ Եսայի մարգարեության մեջ շատ գեղեցիկ է ասվում, Եսայի 9-րդ գլխի 6-րդ համար ասում է, որ վասնզի մեզի մանուկ մը տրվեցավ, մեզի որդի մը տրվեցավ եւ իշխանությունը անոր ուսերուն վրա պիտի լինի, ամբողջ աշխարհի իշխանությունը, մարդկության իշխանությունը իր ուսերու վրա պիտի լինի։ Եվ հասարակ մեկը չէր, եւ տեսեք ինչ է ասում, հրեշտակը
Եսայի մարգարեին ասում է, որ անոր անունը պիտի կոչվի Wonderful, սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված։ Աստված եկավ, մարդացավ, եկավ որպես խաղաղության իշխան, եկավ որպես հավիտենականության հայր, երկնքից երկիր եկավ, որպեսզի ինձ եւ քեզ երկինք տեղափոխի, հավիտենականության դռները բացեց։ Հապա իր ներկայությունը այսօր յուրաքանչյուրից թող կյանք պարգևի, սիրելիներ։ Եվ բնականաբար լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ չսիրեցին, խավարը սիրեցին։ Նույն Հովաննու ավետարանի 3-րդ գլխի մեջ է ասում, եղբայրներ եւ քույրեր։ Եվ ասում է, որ մարդիկ չսիրեցին, ինչու՞, որովհետեւ իրենց գործերը չար էին։ Եվ ասում է, չուզեցան մոտենալ լույսին։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ եւ հայտարարեց, որ ես եմ աշխարհի լույսը։ Ով որ իմ ետևից կա, խավարի մեջ չի պիտի բնակվի, այսինքն դատապարտության մեջ չի պիտի լինի, այսինքն մահվանից դեպի կյանքի պիտի փոխվի։ Հետաքրքիր է, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք։ Բնականաբար այսօր աշխարհի վրա ամեն մարդ, որ ապրում է, շնչում, արտաշնչում է, կյանք ունի, ապրում է, բայց սրա մասին չի, հոգևոր կյանքի մասին է խոսքը, լսեցեք, ասում է, ես եկա աշխարհ, որպեսզի դուք կյանք ունենաք, եւ ոչ թե միայն այս երկրի վրա կյանք, հապա հավիտենականության մեջ կյանք։ Ուրեմն ինչ կնշանակի։ Ուրեմն կնշանակի, որ եթե դու Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել ես որպես Տեր եւ Փրկիչ, դու կյանք ունես թե երկրի վրա, թե երկնքի մեջ։ Որովհետեւ շատ գեղեցիկ բարձ ասում է մեզի Հովաննու ավետարանի 5-րդ գլխի 25-րդ համարի մեջ ասում է Տեր Հիսուս Քրիստոս. Ճշմարիտ կսեմ ձեզի։ Ժամանակ պիտի գա եւ հիմա է այդ ժամանակը, որ մեռելները պիտի լսեն Աստծո որդի ձայնը եւ պիտի ապրեն։ Ինչ է նշանակում։ Այսինքն, ով որ դարձի կգա, ով որ կընդունի Տեր Հիսուս Քրիստոսը որպես Տեր եւ Փրկիչ եւ օծյալ Տեր, նա կապրի։ Տեսնում եք, բարձ է, այսօր մեր յուրաքանչյուրը պատրաստվում ենք մենք այս գեղեցիկ տոնական օրերին, ասում ենք Christmas, շնորհավոր նոր տարի, Սուրբ Ծնունդ, եւ տեսնում ենք ամեն կողմ զարդարված, գեղեցիկ է, չէ՞, աչքին նայվելու, երբ որ երեկոյան, երբ որ արդեն գիշերվա մութը լինում է, տեսնում եք, որ ամեն տուների առջև գեղեցիկ զարդարանքներ կա, գեղեցիկ տոնածառներ են դրել, լույսեր են զարդարել եւ գեղեցիկ է նայվում, չէ՞, այդ մթության մեջ այդ լույսը անմիջապես ընկալում ես, տեսնում ես եւ աչքին հաճելի է նայում ես այդ գեղեցիկ լույսերը եւ այդպես էլ երկրի վրա Տերը նայում է այս խավար աշխարհի մեջ, նայում է լուսով որդիներին եւ հաճենում է, որովհետեւ աշխարհը խավար է։ Նո ոչ, բնականաբար հոգևոր աչքերով նայելով աշխարհը խավար է։ Տիրոջ աչքերը երկնքից նայում է եւ տեսնում է իր որդիներին, իր զավակներին, որ լուսով որդիներ են։ Եվ գիտեք ինչ գեղեցիկ է, որ փայլում են։ Դրա համար է ասում, որ դուք ժամանակին խավար եք, բայց հիմա լույս եք Տիրոջ մոտ։ Լույսը եկավ աշխարհ, որպեսզի վկայի, որ մենք լուսով որդիներ ենք, գնանք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավիտենական կյանք ունենանք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Եվ շատ գեղեցիկ է մեր խոսքը Տիրոջ, որ ամեն ժամանակ մեզ գալիս է օգնության։ Սքանչելի է նրա անունը, հզոր Աստված է նա, եւ երբ որ հրեշտակը ասում է Հովիվին, որ ահա սա ձեզի նշան լինի, նույն այս խոսքերը Մատթեոս ավետարանի մեջ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին խոսվում է, նույն բաները այնտեղ է ասվում, որ Մատթեոս ավետարանի առաջի գլխի մեջ է սա,
18-րդ գլխից երբ որ 18-րդ համարից որ կարդում ենք, ասում է Հիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպ եղավ։ Եվ թող սա յուրաքանչյուրիս եւս մեկ անգամ հիշեցում լինի, թե ինչպես եղավ։ Ահա այսպես եղավ, անոր մայրը Մարիամ Հովսեփին նշանված էր անշուշտ, դեռ իրարուքով չեկած Սուրբ Հոգին հղացած գտնվեցավ։ Հիշեցեք այն նույն խոսքերը, որ դեռ Հիսուս չծնված գրեթե 800 տարիներ առաջ Եսայի մարգարեության 7-րդ գլխի 14-րդ համարը շատ պարզ է ասում։ Եվ ասիկա քեզի թող նշանը լնա, մասնցի կույսը պիտի հղանա եւ մանուկը պիտի ծնանի։ Եվ անոր անունը պիտի դրվի Էմանուել, որը կթարգմանվի Աստված մեզի հետ։ Եվ այդ նույն բաները այստեղ եկավ եւ այս անգամ հրեշտակը ով էր Գաբրիել հրեշտակը եկավ խորհրդի մեջ մտավ Հովսեփ մտածեց որ ծածկաբար Մարիամը արձակե բայց հրեշտակը եկավ նրան երազի մեջ եւ ասաց որ Հովսեփ պիտի մանուկ ծնվի եւ դու պիտի նրա անունը դնես Հիսուս որովհետեւ նա պիտի իր ժողովուրդը իր մեղքերեն փրկի համայն աշխարհի մարդկությանն է խոսվում ժողովուրդը ով որ ընդունեց ով որ հավատաց դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի ժողովուրդը եւ ասում է որ ան որդիմը պիտի ծնանի անոր անունը Հիսուս պիտի դնես քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե այս ամենը եղավ որպեսզի կատարվի մարգարեի բերնով խոսված այն ասվածքը որ հիմա ասում ենք Եսայի մարգարեության 7-րդ գլխի 14-րդ համարը Ինչ պետք է անենք մեր սրտի մեջ փոփոխության համար պետք է ամեն ժամանակ աղոթենք Տիրոջ ներկայությունը փնտրենք եւ այո այսօր Տեր Հիսուս Քրիստոս թակում է յուրաքանչյուրի սրտի դուռը ասելով եթե մեկը իմ ձայնը լսե Հովաննու հայտնության 3-րդ գլխի 20-րդ համարը Հովաննու հայտնության 3:20 ասում է որ ահա ես կանգնած քո սրտի դուռը կթակեմ Ով է լսողը լսող կա եթե մեկը լսե իմ ձայնը եւ իր սրտի դուռը բանա ես պիտի նրա ուրախություն բերեմ նրան փրկություն բերեմ նրա տունը պիտի մտնեմ այսօր քո տունը պիտի գամ ասում է Տերը Պատկերացնում եք այն Տերը որ մեզ համար եկավ մեզ համար չարչարվեց տեսեք ծնունդ եւ խաչելություն եւ հարություն Տեր Հիսուս Քրիստոս ասում է որ ես եմ կյանքը ես եմ փրկությունը ուրիշ փրկություն չկա միայն փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսով է որ այսօր մեզ է տրվում Սուրբ Հոգու ձեռքով Ուրեմն, սիրելի քույրեր եւ եղբայրներ, թող այս տարվա վերջի մեր աղոթաժողովը, պաշտամունքը, այս տարվա տարեմուտը, թող մեզ խաղաղությամբ առաջնորդի, թող մեր հոգիները փրկությամբ առաջնորդի, դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, դեպի մանուկ Հիսուսը, որովհետեւ այսօր թող մեր վերստին մեր սրտերը դառնան Տեր Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, որպեսզի վերստին Հիսուս ծնունդ առնի, վերստին ծնունդ առնելով մեր սրտերը մաքրամաքուր անի, որտեղ այսօր ես եւ դու մաքրության պետք ունենք։ Մենք մեր ձեռքով չենք կարող մեզ մաքրել, պետք է մեզ Սուրբ Հոգին մաքրի։ Պետք է խնդրենք Սուրբ Հոգին, որ մեզ Տեր դուր ինձ Սուրբ Հոգին, որպեսզի ինձ մաքրի։ Ինչպես խնդրանքով խնդրեցեք Տիրոջ Սուրբ Հոգին եւ պատրաստ է Տերը յուրաքանչյուրիս օծելու փրկության խոսքով օծելու փրկությունով որ մենք ժառանգենք որովհետեւ Տերը ուզում է որպեսի ժողովուրդը մարդիկ այն մարդիկ բոլոր մարդիկ որ Աստված շատ սիրեց
որպեսզի բոլորն էլ երկինքը ժառանգեն, որտեղ երկինքը արքայությունը, թագավորությունը իմ եւ քեզի համար է պատրաստված։ Այդ իսկ պատճառով արթուն եւ զգաստ լինենք եւ այս տոնական օրերին մենք միշտ մտածենք, որ ինչ որ անում ենք, ինչ որ պիտի անենք, նախ Տեր Հիսուս Քրիստոսով կատարենք մեր ամեն գործունեությունը եւ նրան խնդրենք, որպեսզի մեզ մաքրի, սրբի եւ մեզի առաջնորդի պայծառ եւ լուսավոր ապագա եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու զորությունը մեզի հետ լինի ամեն ժամանակ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Պիտի ուզեմ, որպեսզի վերջում մեր եկեղեցասիրած եղբայրակցության, վարչության անունից բոլոր մեզ ունկնդրող, դիտող, լսող եղբայրներին եւ քույրերին, մեր բոլոր հարազատներին, բարեկամներին Հայաստանի մեջ, Լիբանանի մեջ, Ավստրալիայի մեջ, Կանադայի մեջ, որտեղ որ լինեն, թե այս մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ, այս սքանչելի գալիք 2026 թվականի մաղթանքները թող լինի համայն աշխարհի մարդկությանը եւ մեզանից յուրաքանչյուրին։ Այս խոսքը պիտի կարդամ եկեղեցասիրած եղբայրության վարչության խոսքն է։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի այս լուսաբեր օրվան սրտանց կմաղթենք, որ մեր Տիրոջ խաղաղությունն ու օրհնությունը բնակի ձեր ընտանիքներուն մեջ։ Թող նոր տարին լինի նորոգման, սիրո, բարօրության եւ հոգեվոր աճի շրջան։ Թող Քրիստոսի Սուրբ Ծնունդը լուսավորե ձեր սրտերը հավատքով, բարի գործերով եւ անսպառ հույսով։ Թող ամենակարողը իր քնքուշ եւ հայրական ձեռքով պահապան կանգնի ձեզ, առաջնորդե ձեր քայլերը եւ շնորհե առողջություն, համբերություն եւ ուրախություն։ Աղոթքով կմաղթենք, որ Աստծո խաղաղությունը տիրի ձեր տուներեն մեջ այսօր, վաղը եւ հավիտյան։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզի մեզի մեծ ավետիս Հայաստանյաց առաքելական եկեղեցասիրած եղբայրակցության վարչություն։ Ամեն։